Փառք Հիսուս Քրիստոսին։ Ուրախ եմ, որ ձեր մեջ եմ։ Անենց ուշադիր նայում եք ինձ, ես մի քիչ շփոթված եմ։ Բայց կաշխատեմ կենտրոնանալ Տիրոջ կենթանի խոսքի վրա։ Փառք Հիսուսին այսօրվա համար բոլորի համար։ Տերը սիրում ա մեզ, ամեն։ Թող նրա քաղցր եւ անուշ անունը փառավորվի մեր կյանքում, մեր եկեղեցիներում, մեր ամեն գործերի մեջ։ Ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին իր հետ այսօր խոսանք։ Սկզբից ուզում եմ մատ հարց տամ։ Մենք հպարտ ազգ ենք, թե խոնար ազգ ենք։ Հպարտ ազգ ենք։ Փաստորեն խոստովանում եք, որ մենք հպարտ ենք։ Այո, հիմա կնայենք այդ հպարտության վախճանը, հպարտության գործերը։ Միջև հասնել հպարտության ուզում եմ մի քանի համարներ կարդանք Աստվածաշնչից, 5 կտակարանից եւ նոր կտակարանից։ Մեր Տիրոջ կյանքից կարդանք եւ համեմատություն անենք մեր կյանքը Տիրոջ կյանքի հետ, տեսնենք Տերը խոնար էր, մենք հպարտ ենք։ Ելից 20 առաջի խոսք։ Աստված ասաց հետևյալը. Ես եմ Տերը, քո Աստվածը, որը քեզ հանեցի Եգիպտոսի երկրից, ստրկության տնից։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուրք չշինես, ոչ վերևում երկնքում, ոչ ներքևում երկրի վրա։ Եվ կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ նրանց երկրպագություն չանես եւ չպաշտես նրանց, որովհետեւ ես քո Տեր Աստվածդ նախանձոտ Աստված եմ, որը հայրերի անօրության համար պատժում եմ որդներին, մինչև նրանց 3-րդ եւ 4-րդ սերունդ, որոնք ատում են ինձ, եւ ողորմում եմ նրանց մինչև 1000-րդ սերունդ, որոնք սիրում են ինձ եւ պահում են իմ պատվիրանները։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չպաշտես, Տեր ասում է, որովհետեւ ես քո Տեր Աստված նախանձոտ Աստված եմ։ Հալելույա Հիսուսին։ Մեր Տերը նախանձոտ Աստված է։ Ուզում եմ գամ նոր կտակարան մի քանի համար կարդանք եւ շարունակենք մեր միտքը։ Քրիստոս մեր օրինակն է, ամեն։ Մենք ունենք Քրիստոսից սովորելու շատ բան։ Պետրոս առաքյալի առաջին նամակը, 2-րդ գլխի 21 խոսքն եմ կարդում։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կանչվեցիք, քանի որ Քրիստոսն է ձեզի համար չարչարվեց եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։ Նա մեղ չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չհաճարվելիս չէր սպառնում, այլ հանձնում էր արդար դատավորին։ Նա մեր մեղքերը իր մարմնով խաչապայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արտարության համար ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք, որովհետև մոլորված ոչխաների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիներին, հովվին եւ տեսուչին։ Քրիստոս մեր օրինակն է, որ մենք հետևենք իրեն։ Հալելույա։ Մատթեոս ավետարան եմ ուզում կարդամ։ Մատթեոս 11-ի 28 խոսք։ Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծես ձեր վրա վերցրեք, ու ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր հոգիների հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև է։ Փառք Տիրոջը։ Մենք տեսանք այս համաների մեջ, որ մենք Քրիստոսից ունենք բան սովորելու։ Ինչ ունենք սովորելու,
խոնարհություն։ Խոնարհությունը լավ բան է, ով է ուզում իր հարցը խոնարհ լինի, հեզ լինի, խելոք լինի։ Բոլորս ուզում ենք։ Ոչ մեկը չի ուզի, որ իր տան անդամներից մեկը բարկացող լինի, հպարտ եւ գոռոզ լինի, խոսքը հետ թեկող լինի։ Մենք բոլորս սա ուզում ենք։ Բայց շատ անգամ մենք չենք ուզում խոնարհվենք Տիրոջ հզոր ձեռքի տակ, որ Աստված մեզի բարձրացնի։ Մենք ուղղակի ուզում եմ մի բանի մասին խոսանք, մի փոքր, որպեսզի ավելի պարզ լինի։ Մենք Տիրոջից սովորում ենք խոնարհություն, այդպես է։ Խոնարհները պետք է ժառանգեն երկինքը, Երանի խոնարհներին։ Մենք տեսնում ենք այս համաների մեջ, որ Աստված խոնարհներին շատ անգամ բարձրացնում է։ Բայց Աստված հպարտներին ինչա հակառակ է։ Մենք ասացինք, որ մենք խոստովանեցինք, որ մենք հպարտ ենք։ Այո, երևի աշխարհի ազգերից մեկն ենք, որ մենք հպարտ ենք, չգիտեմ, առաջինը մենք հայերն ենք, թե հրյանեն են, որ հպարտ ենք մենք։ Մենք օրենք չսիրող ազգ ենք։ Մենք չենք սիրում հնազանդվենք։ Անկամ ոստիկաններ, երբ որ մարդկանց կանգնեցնում են, մարդիկ վիճում են։ Իրանց սխալը ուզում են արձանագնել, իրանցը տուգանք նշանակեն։ Մենք սկսում ենք վիճել իրանց հետ, չենք ուզում հնազանդվենք, որտեղ մենք օրենք չենք սիրում։ Մի անգամ մի հատ եղբայր էր Եկեմելյան նստեց իմ ավտոն, անմիջապես ամբրագոտին գցեց։ Հələ տեղի չեմ շարժվել։ Ավտոն քշեցինք, շարժվեցինք, նայում ա ինձ։ Ես հասկացա մի բան, թե խի ա նայում։ Ասի ախպեր, ասի մենք օրենք չսիրող ազգ ենք։ Մենք չենք ուզում հնազանդվենք։ Հետո ես հասկացա, որ պետք է հնազանդվենք մենք։ Մենք հավատացյալներս պետք է հնազանդվենք, ամեն։ Մենք այս մեր երկրի իրավիճակի մեջ, այսօր որ մեր երկիրը այսպես խառնաշփոթ իրավիճակի մեջ է, ազգային ժողովից բռնծրած, ներքին պարատումներ, բաժանումներ, կռիվներ, հայոյանքներ, տեսնում ենք մեր երկիրը ինչ վիճակի մեջ է, պատերազմ, պարտություն, չէ։ Մենք այս հարցերի մեջ մեզի մի փոքր գույնա մեղավոր զգում ենք, թե չէ։ Մենք մեզի մեղավոր չենք զգում։ Այսօր այս եկեղեցին որ կա սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Աստված վերցնում է մարդկանց, սովորեցնում է, խոնարհեցնում է, որպեսզի եկեղեցին հաստատվի այդ մարդու, այսպես ասած, ուժերի վրա։ Եկեղեցիներ կան, որոնք թույլ են, տկար են, քանդվում են։ Գիտեք ինչի համար, որտեղ հպարտությունը գործում է այնտեղ։ Բայց որտեղ որ խոնարհությունն է գործում, հեզությունը, Աստծո խոսքի հանդեպ հնազանդությունը Աստված օրհնում այդ մարդկանց։ Եվ այսօր դուք օրհնյալ մարդիկ եք, որ այս եկեղեցու մեջ եք դուք։ Աստծո կենթանի խոսքը լսելով պատրաստվում եք երկնքի համար։ Պատրաստվում եք փրկության համար։ Ձեզ սխալների համար ապաշխարում եւ զղջում եք։ Ամեն։ Հիշում եք հեղափոխությունը, որ կատարվա մեր երկրում, հեղափոխության ժամանակ մի հատ լոզունգ գրեցին, մեկը գրեց եւ սկսեցին արտասանել Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Հենց սա արդեն իսկ պարտություն էր մեր երկրի համար, որ ոչ մեկս չարձագանքեցինք, մենք հպարտ չենք, ինչի համար ենք մենք հպարտ։ Այո, մենք հպարտ ենք, որ Քրիստոս ունենք այսօր, ալելույա։ Պողոս առաքյալ ասում է, պարծենալը անօգուտ է, իրավի անօգուտ է պարծենալը։ Ես միայն պետք է Տիրոջ տեսիլքների եւ հայտնության վրա դի պարծենամ ես։ Պողոսը Կորինթոսի եկեղեցում գրում է. այսինչ բաները ձեր մեջ կա, շնություն, պոռնոգություն, այս բաները ձեր մեջ կա, սրա համար դուք դի սուկ անեք եւ ողբակ դուք հակառակը հպարտ եք սրա համար։ Եվ այդ կարկախոսը ամբողջ մեր երկրում մեկ սկսեց ցնդալ։ Մարդիկ միացնում են իրանց երաժշտությունը, այդ երգերը, այդ բոլոր բաները սկսում են արձագանքեն, անկամ հավատացյալներ էին արձագանքում։ Մի փոքր մեղավոր մեզ զգում ենք սրա մեջ։ Մենք ունենք խոստում, հալելույա Հիսուսին։ Երկրորդ մնացորդած 7:14 խոսքում այսպես է գրված. ու իմ անունով կանչված ժողովուրդը եթե խոնարհվի եւ աղոտ կանի ու իմ երեսը խնդրի
եւ իրենց չար ճանապարհներից դառնան, ես էլ երկնքից պիտի լսեմ ու անոնց մեղքերը ներեմ ու անոնց երկիրը պիտի բժշկեմ։ Այն ժողովուրդը, որ իմ անունն է կոչված, մեր երկիրը Տիրոջ անունը կոչված է, հալելույա, մենք քրիստոնյա երկիր ենք, հալելույա։ Մենք հավատացյալ ժողովուրդ ենք։ Շատ անգամ մենք միայն եկեղեցու մեջ ենք մեզի քրիստոնյա հավատացյալ այսպես տեսնում։ Մենք մտածում ենք մեր երկիրը բոլոր մարդիկ անբարիշտ են, անհավատ են։ Չէ, բոլորը քրիստոնյա են։ Բայց կտրված Քրիստոսից, բայց դու հաստատված ես Քրիստոսի վրա, դու կարող ես ինչ որ մի բանով օգուտ տալ քո երկրին, հալելույա։ Թե չես կարող։ Կարող ես։ Այն, ասում եմ, իմ անունով կանչված ժողովուրդը, եթե խոնարհվի եւ աղոտ կանի, եւ իրանց չար ճանապարհից դառնան, ես էլ երկինքից պետք է լսեմ նրանց աղոթքը եւ իրանց մեղքերը պետք է ներեմ եւ նրանց երկիրը պետք է բժշկեմ։ Բայց այսօր մեր երկիրը բժշկված չի, սիրասու ժողովուրդ։ Այսօր բոլոր հավատացյալները Հայաստանում կներեք, որ այսպես մի քիչ բացվում է, բայց ինձ թվում է, որ սա ճիշտ է, այսպես պետք է, որ մենք հասկանանք վերջով։ Մենք այս երկրի մեջ ապրում ենք, այս երկրի քաղաքացի ենք, եւ մենք այսօր նաեւ պատասխանատու ենք մեր երկրի համար։ Եկեղեցին Հայաստանի եկեղեցիները պետք է պատասխան տան Հայաստանի համար, թե չէ։ Այո, միգուցե չէ, միգուցե հա, այսպես ասենք։ Բայց ես կասեմ, որ այսօր ամեն մեկս մենք այսօր պետք է պատասխան տանք մեր արասների համար, որովհետև մենք մեր հպարտությունը չի թողում, որ մենք այսօր Տիրոջ հետ կապ եւ հաղորդություն ստեղծենք։ Ուզում եմ Փիլիպպեցիների թղթից մի շատ կարևոր համար կարդամ։ Փիլիպպեցիների 2 գլխի առաջի խոսքը։ Արդ եթե կա Քրիստոսի մխիթարությունը, սիրո սփոփանք, հոգու հաղորդություն, գթություն եւ ողորմություն, ապա լիարժեք դարձրեք իմ ուրախությունը, համերաշխ լինելով, նույն սերը ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով, ոչինչ մի արեք հակառակությամբ եւ ոչ էլ սնապառությամբ, այլ խոնարհությամբ, մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի, մեկը մյուսից իր անձից ինչ անի ավելի լավ համարի։ Տեր Հիսուսը, Աստծո կենթանի որդին, երկինքից երկիր իջավ, խոնարհվեց, մարդու ոտքերը լվաց։ Աստծո կենթանի որդին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը խոնարհվեց։ Այսօր մենք չենք ուզում խոնարհվենք։ Մենք չենք ուզում հնազանդվենք Աստծո կենթանի խոսքին։ Այսօր միգուցե շատերս ունենք մի փոքր խնդիրներ, հիվանդություն, խնդրեմ, ինչ որ ֆինանսական, չգիտեմ։ Շատ անգամ մենք փնտրում ենք ուրիշ տեղեր մեր բժշկությունը։ Նայեք, 12 տարվա կինը, որ հիվանդ էր, երբ որ լսեց Հիսուսի մասին, ինքը գնաց Հիսուսին։ Գրված է, որ ինքը ամբողջ ունեցվածքը վաճառել էր եւ բաժանել էր բժիշկներին, ոչ մի օգուտ չէր ունեցել։ Բայց երբ որ լսեց կենթանի Հիսուսի մասին, որ Հիսուսը կարող է բժշկել, նա գնաց Քրիստոսին։ Չնայած մարդկանց կարծիքը, մարդկանց չնայելով ինքը մարդկանց հրելով այս կողմ, այն կողմ մի կերպ կպավ Քրիստոսի հանդերձներին եւ անմիջապես բժշկվեց նրա վերքերը եւ արյունը ցամաքեց։ Որտեղ ինքը իր սրտի մեջ ասել է՝ միայն կպնեմ Քրիստոսի հանդերձներին, ես կբժշկվեմ։ Եվ բժշկվեց։ Տեր Հիսուս ասեց՝ ով կպավ ինձ։ Աշակերտները բոլորը ասում էին՝ Տեր, բոլորը կպնում են քեզ։ Ասեց՝ ոչ, մեկը հավատքով է կպե ինձ։ Հավատքով է կպե ինձ։ Եվ այդ կինը դողալով, վախենալով եկավ Հիսուսի մոտ, ասեց՝ Տեր, ես եմ, որ կպել եմ քեզ։ Ասեց՝ ով կին, մեծ է քո հավատքը։ Թող քո հավատքի պես քեզ լինի։ Այսօր մենք գալիս ենք Տիրոջը, հալելույա։ Տերը կենթանի է, Տերը ներկա է, ամեն։ Հավատում ես, որ Տերը Աստծո կարող է հպվի քեզի։ Այո, բայց Տերը ուզում է, որ դու քո քայլը անես, հավատքի քայլը անես։ Շարժվես առաջ, փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Աստված բարի է եւ ողորմած է։ Աստված ուզում է, որպեսզի այսօր բարձրացնի քեզի։ Եբրացնի 12-ի 2-րդ խոսքում այսպես է գրված.
Հիսուսին նայենք, մեր հավատքի կատարողին եւ առաջնորդին։ Ումը պետք է նայենք, Հիսուսին պետք է նայենք։ Հալելույա։ Այսօր մարդկանց հայացքները շեղված է շատ ուրիշ բաների վրա։ Այո, այդ կինը իր ունեցվածքը վաճառել էր, միգուցե գնացել էր ինչ որ բախտագուշակների մոտ էր գնացել, շատ տեղեր էր գնացել, ման էր եկել, բայց իր անձի մեջ հանգստություն չէր գտել։ Բայց երբ մենք կարդում ենք Մատթեոս 11:29 խոսքը Հիսուս ասում է. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ պետք է հանգստացնեմ»։ Այդ կինը իր անձի մեջ հանգիստ գտավ, Քրիստոսի մոտ հանգիստ գտավ։ Իր հպարտությունը դերեց մի կողմ, խոնարհվեց Հիսուսի առաջ։ Փառք Տիրոջը, ամեն, Աստված բարի է։ Ուկրաինական պատերազմը այսօր որ շարունակվում այսպես թեժ, շատերը նայում եք, չէ՞, ինչ են ասում, ինչ են արտասանում փառք Ուկրաինային, չէ՞, հիշում եք։ Փառք Ուկրաինային։ Այսինքն փառքը միայն Աստծուն է ուղղված, սիրելի Աստծո ժողովուրդ։ Փառքը մարդուն չի ուղղված։ Մեր Աստված նախանձոտ Աստված է։ Ինքը նայում է քո սրտի մեջ եղածը եւ նա գալիս է քեզի, երբեմն հույր է գալիս Տերը քեզի։ Երբ որ Տերը մտավ տաճար, տեսավ տաճարում առևտուր անողներին, դրան փոխողներին, մի խարազան վեկալես մտավ տաճար։ Ասես գրված է իմ հորս տունը աղոթքի տուն պետք է կոչվի, բայց դուք ավազակների որդի եք վերածել։ Այն ժամանակ աշակերտները հիշեցին, իրանց միտքը եկավ, որ գրված է քո տանդ նախանձը ինձ կերավ։ Քո տանդ նախանձը ինձ կերավ։ Այո, կա բաներ այսօր մեր կյանքերի մեջ, որ մենք անում ենք, հետո ուշ է լինում։ Մենք պետք է մտածենք նոր անենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Համաձայն եք։ Մտածենք եւ նոր անենք, ոչ թե անենք եւ հետո մտածենք։ Այդ ժամանակ մենք կշփոթվենք եւ կսխալվենք։ Բաբելոնի աշտական շինության ժամանակ մարդիկ բոլորը մեկ լեզու էին։ Իրանց հավաքվեցին եւ սկսեցին ասեցին. «Եկեք մեր համար մի աշտանակ շինենք, որպեսզի աշխարհի երեսի չկորցվենք»։ Ինչի համար են այդ մարդիկ ուզում մի աշտանակ շինեն։ Անուն վաստակելու համար։ Անուն վաստակելու համար։ Այսօր միգուցե մենք ուզում ենք անուն վաստակենք։ Մենք ուզում ենք որպեսզի մեզի գովեն։ Ուզում ենք, չէ՞, ժողովուրդ, որ մեկը մեզի գովի, մեր մասին լավ բաներ ասի։ Այո, մենք ուզում ենք մարդիկ մեզի գովեն։ Բայց ասում է, փրկվածները նրանք չեն, ովքեր իրաց անձը գովում են, այդ փրկվածները նրանք են, ում Տերն է գովում։ Ուզում եք, որ Աստված ձեզի գովա։ Հալելույա, այո, ես ուզում եմ, որ Տերը մեզի գովա։ Ես այսօր մեկին գովամ, կարող է վաղը փնովեմ այդ մարդուն։ Դավիթ թագավորը հրաման հանեց, որպեսզի զորքը հաշվեն, հիշում եք։ Հովաբին, չէ, ասեց զորքը պետք է հաշվեց։ Հովաբ ասեց. «Տեր իմ, մեր զորքը կարիք չկա հաշվենք։ Թող Աստված օրհնի մեր զորքը։ Թող Աստված բազմացնի մեր զորքը»։ Դավիթը բարկացավ, ասեց պետք է հաշվես, որովհետև ինքը իր հույսը դրել իր զորքի վրա։ Դավիթը իր հույսը դրել էր զորքի իր բազուկի վրա։ Մոռացել էր կենդանի Աստծո Աստվածը տալիս հաջողություն բոլորին։ Եվ գրված է, որ Տերը բարկացավ Դավիթի վրա, որովհետև Դավիթը հպարտացավ մի պահ։ Եվ Գադ մարգարեն ուղարկեց Դավիթի մոտ Տերը, ասաց գնա ասա Դավիթին, 3 բան եմ դնում քո առաջ, 3-ից մեկը պետք է ընտրես։ Կամ 7 տարի պետք է սով լինի քո երկրում, կամ քո թշնամիների ձեռքը պետք է ընկնես, կամ էլ 3 օր ժանդախ պետք է լինի քո երկրում։ Դավիթը ասաց ավելի լավ այս ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան թե մարդու ձեռքը, որովհետև Աստված ողորմած է։ Եվ 3 օր Տերը ժանդախտով խփեց Իսրայելին։ Շատ մարդիկ մահացան Դավիթի արած քայլի պատճառով։ Այսօր եթե մեր քայլը մենք սխալ անենք, հնարավոր է մեր քայլի պատճառով մենք դառնանք գայթակղություն շատերի համար, սիրելի Աստծո ժողովուրդ։
Հիսուս ասաց վայ գայթակղություններին, որտեղ գայթակղությունները պետք է գան։ Բայց վայ այն մարդուն, որի ձեռքով կա գայթակղություն։ Գայթակղությունները գալիս են այսօր։ 122 Սաղոմոսի առաջի խոսքում ասում է. ես ուրախանում եմ, երբ որ ինձ ասում ենք Տիրոջ տունը գնանք։ Դավիթ ասում է, ես ուրախանում եմ։ Այսօր մենք ուրախ ենք, որ Տիրոջ տան մեջ ենք։ Հալելույա։ Այո, մենք ուրախ ենք Տիրոջ տան մեջ ենք, որտեղ Տերը այսօր իր տան մեջ հաստատում է իր օրհնությունը եւ իր զորությունը։ Տերը այսօր մեզ սովորեցնում է, որ մենք խոնարհվենք, որովհետեւ խոնաները պետք է բարձրանան։ Աստված անբարտավաներին հակառակը խոնաներին շնորհ կա տալիս։ Դրամ այդ կարգախոսը մտա մեր երկրի մեջ, Հայաստանի մեջ, եւ այդ խոսքերը տապալեց մեր երկիրը։ Եվ ոչ մի հավատացյալ արձագանք չտվեց, չասեց, աղբերներ, գրված Աստծո խոսքում, Առակաց գրքում գրված է, որ Աստված ինչ անում, Առակաց 16-ի 18 խոսքում այսպես է գրված. կոտորվածի արչևից հպարտությունն է եւ կործաման արչևից անբարտավոճան ոգին կերտա։ Այսինքն անբարտավոճան ոգին, Առակաց 18-ի 12 խոսքը, կոտորածից արչև մարդու սիրտը կհպարտանա, բայց փառքի արչևից խոնարհությունն է գնում։ Փառք Տիրոջը ձեր համար, հալելույա։ Մենք աճում ենք այն ժամանակ, երբ որ խոնարհվում ենք։ Տիրոջ հզոր ձեռքի տակ։ Ընդունում եք ու այդպես է։ Այո, երբ որ մենք Տիրոջը հնազանդվում ենք, Տերը մեր կյանքերը օրհնում է։ Կամաց մեր ընտանիքները ապաշխարում են։ Մեր կողքի մարդիկ ապաշխարում են, մեր հարևանները ապաշխարում են, չէ՞, ում հետ շփվում ենք, իրանք ապաշխարում են։ Սա քո խոնարհ քայլն է։ Հալելույա։ Այո, ձեր խոնարհ քայլն է, որ այս եկեղեցին այսօր լցվում է փրկված հոգիներով, հալելույա։ Քո կողքին նայ, իրան նայատես, որ ինքը փրկված է, հալելույա։ Որովհետև դու Քրիստոսի այրանգինն ես։ Քրիստոս համար թանկին է վճարը, հալելույա։ Եթե մենք հպարտ եւ գոռոզ լինենք, ոչ մեկը մեր հետևից չէր գա։ Եթե այս եկեղեցու հովը հպարտ գոռոզներ, ոչ մեկը չէր գա իր հետևից։ Գիտեք ինչքան դժվարին պահեր են տանում հովիվները։ Ինչքան նախատին կա, ինչքան թուկումուր կա, ինչքան հալածան կա, ինչ կա իրանց վրա է գալիս, ձեր վրա ոչ մի բան չի գալիս, դուք տեղյակ չեք, բայց հովիվները խելոք տանում են այս բոլորը։ Որտեղ հովիվը մտածում է, որ իր գառները փրկվեն։ Հալելույա։ Փիլիպեցիների մեջ Կարդանք այս շարունակություն, տեսեք ինչ ասում։ Թող ձեր մեջ լինի այն խոհամտությունը, այսինքն խոնարհությունը, որը Քրիստոս Հիսուսի մեջ է, որ Աստծո բնույթը ունենալով, Աստծուն հավասար լինելով, հափշտակություն չհամարեց, այլ ինքը իրեն խոնարհեցրեց, այսինքն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով, ու կերպարանքով մարդու պես հայտնվեց։ Ինքը իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահը։ Դրա համար Աստված առավել բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվան ծալվեն երկրավորները, երկրայինները ու երկրի տակ եղողները, եւ ամեն ծունկ ծռվի եւ ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է հոր Աստծո փառքի համար։ Ասում եմ, ձեզի ամեն մեկը նույն միտքը ունա, որ Քրիստոսի մեջ է։ Ասում եմ, Աստծո բնույթ ունենալով չհպարտացավ երբեք։ Չհպարտացավ երբեք, հապա հակառակ իր անձը ինչ արեց, ցածրացրեց, խոնարհվեց, մահվան հոժարվեց եւ այն էլ խաչի մահվան հոժարվեց։ Պետրոս առաքյալին երբ որ ուզում են խաչեն, Պետրոս առաքյալ ասում է, ես արժանի չեմ, որ ինձ իմ Տիրոջ նման խաչեք։ Ինձ գլխի վայր խաչեք։ Առաքյալը, Պետրոսը, մեր եղբայրը, խոնարհ ծառան ինքը արժանի չհամարեց անգամ մեռնի Քրիստոսի նմանությունով խաչվելով։ Ասեց, ես արժանի չեմ, ինձ գլխի վրա խաչեք։ Եվ գլխի վրա խաչեցին եւ սպանեցին Պետրոսին։ Բայց այսօր մենք չենք կարողանում մի փոքր հալածանք տանենք, մի փոքր նեղություն տանենք, մի փոքր վիրավորվանք տանենք մեր անձերի վրա։
Ես վերջերս մի եղբորի հետ Վրաստանում էինք, գնացել էինք հոգևոր ծառայության։ Հայկական համարներով ավտոն, մենք բոլորս եղբայրները մեջ նստած գնում ենք Վրաստանի մեջ։ Մի հատ վրացի շոֆեր եկավ, մի փոքր աբգոն արեց, հանցավ մեզնից։ Հիմա ես եղբայրը նստելա սիգնալին, սիգնալով ուզում է ինչ-որ բաներ հասկացնի։ Սիգնալով հայոյում է իրան։ Ասում եմ Տեր Աստված, ասում եմ ես ինչ է կատարվում։ Ասում եմ ախպեր մենք հավատացյալ ենք, դու հովիվ, սարկավակ մարդ ես։ Մի մարդը վրաստել է, գնացել է մի, իսկի չխանգարես մեզ ընդհանրապես, բայց ինքը սիգնալ է տալիս։ Ասում եմ ախպեր, այդ մարդը որ կանգնի, երկու բան քեզի ասի։ Դու ինչ պետք է պատասխան տաս։ Ուր է մեր խոնարհությունը եւ մեր հեզությունը, ուր է։ Այո, մենք օրենք չսիրող ազգ ենք, մենք չենք սիրում։ Բարեկնից մեկին բռնեց, համաներս խփում է, չկա, տեղաս մոտը մոռացել ենք, չենք արել։ Հիմա ես ուզում եմ վիճեմ, հետո միտք է գալամ։ Դու մեղավոր ես, խես վիճում, խես ում համոզես որ չգրի։ Ասում եմ ախպեր ջան, գրի, ես մեղավոր եմ։ Երբ որ դու քո մեղքը վեկալում ես քո վրա, երբ որ դու խոստովանում ես, որ դու սխալ ես, դու խոնարհվում ես։ Գիտեք, խիեք մարդկանց մեջ վիճաբանություն այսօր։ Մարդիկ չեն կարող հաշտվել իրար հետ, որովհետև մարդիկ հպարտանում են։ Մատ լավ ռուս քարոզիչ ախպեր կար։ Քարոզում էր, ասում էր Տաջիկստանում, ասում են բոլորը սարեր են։ Եվ սարերի այդ հատվածներում ասում է փոքր ճանապարհներ են։ Ասում է երկու խոյ ոչխար գալիս են, որպեսզի անցնեն։ Ասում է չեն կարող անցնել, մեկը մեկին պետք է զիջի, որպեսզի անցնեն։ Եթե ասում է չէ, հանկարծ որ կռան, երկուսը գլորվելու են ու փոստ են ընկնելու, որտեղ մեծ անդունդ է։ Փոքր ճանապարհ է, ընդամենը մի ոտքի տեղ է։ Ասում է ինչ պետք է անեն, որպեսզի փրկվեն երկուսը։ Ասում է երկուսից մեկը պետք է խոնարհվի, պետք է պարկի, որպեսզի մյուսը վրով անցնի, որպեսզի երկուսը փրկվեն։ Գրված է, որ Քրիստոս ասեց, ես եմ երկինքի ճանապարհը, հալելույա։ Երկիր կապող կամուրջ դարձավ Քրիստոս ասոմիացի որդին, որ մենք նրա միջոցով բարձրանանք դեպի երկինք, նա խոնարհվեց, որպեսզի ես եւ դու մենք բարձրանանք, հալելույա։ Բայց մենք շատ անգամ կռվում ենք իրար հետ։ Չենք ուզում մեկս մեկի զիջի, չենք ուզում խոնարհվենք, որպեսզի մյուս եղբայրը մեր միջոցով փրկվի, կամ քույրը։ Հիսուս ասո կենթանի որդին Հովհաննես Ավետարան 13 գլխի մեջ գրված է, որ կռացավ, սկսեց առաքյալների ոտքերը հատիկ լվալ, հասավ Պետրոսին, Պետրոս ասեց, չէ, բնավ դու իմ ոտքերը պետք է չլվաս Տեր, դու իմ ոտքերը լվաս, Աստծո որդին իմ ոտքերը պետք է լվա, ասեց, այո, պետք է լվամ, ասեց, չէ, չեմ թողա իմ ոտքերը լվաս, Հիսուս ասեց, քո ոտքերի հետ չլվամ, դու իմ հետ մաս եւ բաժին չունես։ Ոնց թե մաս եւ բաժին, ասես Տեր միան ոտքերս է, ձեռքս էլ, գլուխս էլ լվա, ասես չէ, ոտքերը լվալու զատ ուրիշ բան պետք չի։ Հիսուսը խոնարհվեց, լվաց։ Երկնքում երբ որ պատերազմ եղավ Արուսյակ, երբ որ վայր ընկավ, Տերը նրան վայր գցեց, իր մեղքի պատճառը դա էր, իր հպարտությունն էր։ Գրված է Եզեկիել 28 գլխի մեջ եւ Եսայի 13 գլխի մեջ, որ իր սիրտը հպարտացավ եւ ուզեցավ իր աթոռը Աստծո աթոռից վերև դնել, Աստծո ժողովի նստել։ Եվ Արուսյակի պատճառով հազարավոր միլիոնավոր հրեշտակներ երկինքից վայր ընկան։ Տերը նրանց շպրտեց երկնքից, ջնջեց նրանց։ Տերը նրանց հանեց, ջնջեց։ Դրա համար Երեմիա մարգարեության մեջ այսպես է գրված. Իջև Երեմիա հասնել է Սաղմոս 101:5 խոսքը։ Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ։ Նա որ ամբարտավանված աչքերով եւ հպարտ սրտով նրան չեմ կարող համբերել։ Ամբարտավան աչքեր եւ հպարտ սիրտ, Տեր ասում է նրան չեմ կարող համբերել։ Այո, Տերը չհամբերեց, երկինքից նրան վայր գցեց։ Եվ Տեր Հիսուսը երկու առաքյալներին ուղարկեց քարոզելու, իշխանություն տվեց դևերի վրա եւ հիվանդներին բժշկելու, բոլորը ուրախ վերադարձան։ Ուրախանում էին բոլորը։
հպարտանում են, գոռոզանում են, ասում են Տեր քո անով դևերը մեզի հնազանդվում են։ Հիշում եմ մեր այն ժամանակները, երբ որ եղբայրները քարոզում են, իմ եղբայրը գալու ինձ ասում էր, ախպեր իմ քարոզը լավ ստացավ, լավ քարոզեցի։ Լավ ես քարոզե փառք Տիրոջը, վատ ես քարոզե փառք Տիրոջը, բայց ես ինձ հարցնում, քո միտումը ո՞րն է, որ ասեմ լավ ես քարոզե, որ քեզ լավ զգաս, հպարտանաս դու։ Տեր Հիսուսը ասեց առաքյալներին, ասեց ես տեսնում եմ, որ երկնքից սատանեն կայծակի նման վայր ընկավ։ Այսինքն զգուշացրեց առաքյալներին, ասեց, որ սատանեն իր հպարտության պատճառով վայր ընկավ։ Մի հպարտացեք։ Եվ Տերը ավելացրեց, ասեց, ինչ որ կանես, ասա ես անպիտան ծառաս, ինչ որ իմ պարտներ անելու ես արեցի։ Հալելույա։ Ինչ որ իմ պարտներ անելու ես արեցի։ Այսինքն, երբ մենք հպարտանում ենք, Տիրոջ Սուրբ Հոգին չի գործում այդ կյանքերի մեջ։ Անկամ Երեմիա մարգարեության մեջ ասում է, որ ձեր հպարտության պատճառով իմ հոգին ծածուկ տեղը լացում անգամ։ Ծածուկ տեղը լացում է ձեզ համար, որտեղ Տիրոջ հոտը ինչ եղավ, գերի գտնվեց։ Եվ որ Տերը մոտիկացավ Երուսաղեմ, ասեց, ով Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամեր քեզ ուզեցալ հավաքել իմ թևերի տակ, ինչպես հավն է իր ձակումներին ուզում հավաքել, բայց դու չուզեցիր դու գալ։ Քանի որ չուզեցիր, հա օրեր կգան քո վրա, որ թշնամին պետք է հարցակվի եւ քո զավակները սրով պետք է սպանի քո մեջ։ Եվ քարի վրա պետք է չթողնի։ Այսինքն Տերը ուզում է, որպեսզի բոլորիս հավաքի իր թևերի տակ, ամբողջ Հայաստանը հավաքի իր թևերի տակ։ Ամեն, կարաք ասեք ամեն։ Այո, մենք աղոթում ենք, որ ամբողջ Հայաստանը փրկվի, հալելույա։ Որ Տերն է մեր երկրի Տերը եւ Տիրակալը, հալելույա։ Մեր հայ երկիչներից մի հատ երկ էին հանել, չէ՞։ Աշխարհը ամեն մի հայ, աշխարհի Տերն է։ Չէ՞, այդպես երկ է, չէ՞։ Մեկը չկա, ասի, այ ախպեր, դու ինչ ես գրեմ։ Դու ինչ երկ եք երկեմ, ձեր վրա անեցներ եք բերեմ, ոնց կարող է ամեն մի հայ աշխարհի Տերը լինի, ուր որ լինի։ Աշխարհի Տեր Աստված է, Հայաստանի Տեր Աստված, ամեն։ Մենք Աստծո սեփական ժողովուրդ ենք եւ Աստված իր թանկ սուրբ արյունով մեզի գնել է, հալելույա։ Պետրոս ասում է, որ մենք արծաթով եւ ոսկով փրկված չենք։ Կամ մեր հայրերի անուղիղ ճանապարհով, այլ մենք փրկված ենք Քրիստոսի պատվական արյունով, հալելույա։ Քրիստոսի արյունը մեզի մաքրում է ամեն մեղքերից։ Փառք Տիրոջը, հալելույա։ Այսինքն ես առաջվանը չեմ, Կարենը առաջվա Կարենը չի, հալելույա, որտեղ Քրիստոսի արյունը մաքրել է իրան, փառք Տիրոջը։ Առաջ իր կյանքը ուրիշ էր, խուլիգան էր, նարկոման էր, չգիտեմ, չէ՞ Կարեն ախպեր, կներես։ Բայց Աստված փոխեց, Հիսուսի արյունը մաքրեց նրան, հալելույա։ Մարիամ Մագդալին ինքը ամբարո կին էր ինքը, մեղավոր կին, շնացող կին, երբ որ հանդիպեց Հիսուսին, նրա հպման ժամանակ, հայացքի ժամանակ, նրա կյանքը փոխվեց։ Քրիստոսի արյունը ունի զորություն մեզի մաքրելու ամեն մեղքերից։ Եսային ասում է, թե քո մեղքերը կրկնակի կարմիրի նման են, պետք է սպիտակ դառնա։ Եթե որդկանց կարմիրի նման են, ճերմակ պետք է դառնա, աստղերի պես ճերմակ պետք է դառնա, որդկանց կարմիրի նման։ Այո, դա այն նույնն է, որդեր են, որոնք ներկեր են պատրաստում նկարիչները, աշխարհահռչակ նկարիչները, որ իրանց նկարները, որ իմաց կամ թանկ է, իրանց այդ կտավները, որ կա 1000 տարվա կյանք ունի այդ նկարը, դրանք նկարվել են այդ ներկերով, որոնք չեն մաքրվում ընդհանրապես։ 1000 տարի կարող մնա արևի տակ, նկար իր հայացքը չփոխի, իր գույնը չփոխի։ Ասում է, եթե քո մեղքերը կրկնակի կարմիր լինեն, որդկանց կարմիրի նման լինեն, ինչքան է սպիացած լինի քո կյանքի մեջ, մեղքը մխրճված լինի քո կյանքի մեջ, Քրիստոսի մի կաթիլ արյունը մաքրում եւ սրբում, հալելույա։ Եվ այդ սպին, այդ մեղքը, այդ վերքը բուժում եւ մաքրում, հալելույա Հիսուսին։ Նրա արյունի մեջ կա զորություն։ Քրիստոս խաչի վրա մահանալու ժամանակ ավազաններից մեկը նախատում էր Քրիստոսին։ Եթե Աստծո որդի ես, փրկիր քո անձը մեզ էլ փրկիր։ Եթե Աստծո որդի ես, փրկիր։ Այն մյուսը ասում էր, ինչի համար ես բարկացել։
Մենք մեր մեղքի պատիժն ենք կրում այսօր, մեր սխալների պատիժը մենք կրում ենք եւ սա մեր տեղն է, բայց այս մարդը անմեղ է, ոչ մի բան չի արել։ Եվ թեքվեց Հիսուսն ասեց Տեր, խնդրում եմ, երբ որ գաս քո թակավորությունով ինձ հիշիր։ Այսինքն խաչի վրա նա ընդունեց Քրիստոսին, որ նա իր մեղքի համար խաչվում է եւ մահանում է իր մեղքի համար։ Եվ Տեր ասեց ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր դու իմ հետ դրախտում պետք է լինես։ Այսօր մեր բոլորս պայքարը մի բան է, չէ՞, փրկվենք, հենց իր Աստծո ժողովուրդ։ Հավիտենական կյանք ունենանք։ Երկնքի մեջ մաս եւ բաժին ունենանք։ Երկրի վրա էլ ընդունենք Տիրոջ եւ խոնարհվենք, որտեղ Աստված հպարտներին հակառակ է։ Հակոբոս թուղթն եմ ուզում կարդամ։ Հակոբոս 4 գլխի առաջի խոսքից եմ կարդում։ Որտեղից են ձեր մեջ պատերազմներ ու որտեղից են կռիվներ, չէ՞ որ այստեղից են ձեր ցանկություններից են, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ, ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որտեղ չեք խնդրում եք, բայց չեք առնում, որովհետեւ չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք, շնացողներ, չգիտեք, որ այս աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Արտով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն ասում թշնամի կդարձնի։ Կամ թե կարծում եք, թե Սուրբ Գիրքը զուր տեղն է ասում, Աստված նախանձախնդրության պահանջում է այն հոգիներին, որ բնակեցնի մեր մեջ, բայց ավելի մեծ շնորհք է տալիս, դրա համար ասում է Աստված անբարտավաններին հակառակը կենա, բայց խոնարհներին շնորհ կտա։ Ասում է ուրա ձեր մեջ կռիվներ, պատերազմներ, որովհետև դուք ուզում եք ձեր ցանկությունները բանակ։ Ձեր ցանկությունները, այստեղ մենք չենք գալիս մեր ցանկությունները, մեզի քարոզենք, մեզի ասենք, մենք այսօր եկել ենք բարձրալի մասին ենք քարոզում, որ նա է ճշմարիտ Աստվածը, նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Նա է երկինքից իջած կենաց հացը, հալելույա։ Հիսուս ասեց, ձեր հայրերը բոլորը անապատում մանանան կերան եւ մեռան, բայց ով այն հացից ուտի, որ ես կտամ նրան, հավիտյան պետք է ապրի։ Այն հաց ասեց, իմ մարմինս է, ով ուտի, նա հավիտյան պետք է ապրի։ Այո, մենք հավատում ենք Քրիստոս, որ ինքը մարմնով չարչարվեց մեզ համար։ Չարչարվեց մեզ համար, որ մենք կյանք ունենանք եւ ավելի կյանք ունենանք։ Ամեն։ Հիսուս ասեց, ինձ հավատացողը կյանք պետք ունենա եւ ել ավելին կյանք պետք ունենա։ Քրիստոսի խաչի ճանապարհը, չարչարանքների ճանապարհը, նոր ճանապարհ բացեց մեզի։ Պետրոս առաքյալ ասում է, որ տաճարի վարակույրը վերից վար պատրվեց եւ Աստված Քրիստոսի մարմնում մեզի նոր ճանապարհ բացեց դեպի երկինք։ Պողոսը Կորինթոսի եկեղեցում ասում էր. ձեր մեջ չեմ ուզում ոչ մի բան տեսնեմ, միայն Քրիստոսին եւ այն էլ խաչ է ելած։ Այն էլ խաչ է ելած։ Կորինթոսի եկեղեցու մեջ կար շատ պարգևներ, շնորհքով եկեղեցի է լցված էր Սուրբ Հոգիով, պարգևներ էր գործում, թարգմանություններ, լեզուների խոսքերը, բայց այդ բոլորը Պողոս ասում է, չեմ ուզում տեսնեմ, ուզում եմ մի բան տեսնեմ ձեր մեջ, Քրիստոսին եւ այն խաչ է ելած։ Այսինքն Քրիստոս քո մեղքերի համար խաչվեց։ Հալելույա։ Ասում է, արթնազանվեք Աստծուն, դիմադրեք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձանա ձեզ։ Մեղավորներ, մաքրեցեք ձեր ձեռքերը, երկմիտներ, մաքրեք ձեր սրտերը, տարապեք, սկացեք եւ լացեք, ձեր ծիծաղը թող սուկի վերածվի եւ ձեր ուրախությունը տրտմության։ Խոնարհվեք Տիրոջ առաջ եւ նա ձեզ կբարձրացնի։ Ինչ արեք, խոնարհվեք Տիրոջ առաջ ուղակի։ Խոնարհվեք եւ նա Տերը ձեզի կբարձրացնի։ Իսրայելի ամբողջ պատմությունը, երբ մենք ուսումնասիրում ենք, կարդում ենք, իրանց պարտությունը եղել է իրանց հպարտության պատճառը։ Իրանք միշտ հպարտացել են, պարտվել են, հպարտացել, պարտվել են։ Ոզիա թագավորը գրված է, որ իր սիրտը հպարտացավ։ Ինքը ուժեղ թագավոր էր։ 16 տարեկանից նստեց թագավոր Իսրայելի վրա թագավորում էր։ Իր ձեռքերով շատ մեծ գործեր արվեց։ Պարիսներ շինեցին։ Բանակ կառուցեց։ Շատ հմուտ զենքեր ստեղծեցին թշնամու համար, որպեսզի հաղթեն եւ անում էր։ Եվ օրերից որ իր սիրտը գրված է հպարտացավ։ Մտավ Աստծո տաճար, ինչ անելու, որպեսզի խումբ ծխի։ Քահանաները մոտիկացան ասին դու պետք է չանես դա, ոզիա քո գործը չի դա։
Ոչան բարկացավ, հրեց մեկին, մյուսին հրեց, ասեց ինչ է խոսում, ես պետք է անեմ այս խնկարկությունը։ Քահանան ասեց դա քեզ չի վերաբերում, դա Ահարոնի որդիները պետք է անեն։ Նրանք սրբված են այդ օծման համար, այդ գործի համար, նրանք սրբված են։ Չէր ուզում հնազանդվել։ Այնքան հպարտացավ, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց, ոչայի վրան եւ ոչան բորոտությամբ զարկվեց։ Քահանաների աշկի առաջ 80 հատ քահանա տաճարի մեջ բոլոր թեքվան տեսան ոչային, տեսա որ ճակատով բորոտ է ինքը։ Ինչի համար ես անեց վերում քո վրա։ Հպարտանալու փոխարեն խոնարհվի, հալելույա։ Երբ որ քեզի տանը մենք հարց կտան, մի թեք իր խոսքը, մի հպարտացիր, հպարտությունը միշտ կռիվներ է ծնում ընտանիքների մեջ։ Մեկը մեկին չի կարող հանդուրժել, մեկը մեկին չի կարողանում ներել, սիրել եւ հարգել։ Դրա համար այսպես իրավիճակների առաջ են կանգնում, շատ անգամ խնդիրներ առաջանում մեր մեջ։ Մենք չենք կարողանում մեր լեզուներին սանձ դնել, խոնարհվենք Տիրոջ հզոր ձեռքի տակ, որ Աստված մեզի բարձրացնի, հալելույա։ Գիտեք, շատ անգամ մենք բավարարվում ենք, ասում ենք, այս մեր 500 հոգին եկեղեցին փրկվածը շատ լավ է, չէ, Տերը չի ուզում 500 հոգի, Տերը ուզում է 5000 հոգի, որպեսզի փրկվեն, հալելույա։ Այո, մենք մեզ լավ ենք զգում, երբ որ եկեղեցիները լցվում են, փրկվածներով լցվում է, հալելույա։ Մեր մոտ է որ մարդիկ շատ են գալու, ես ինձ լավ եմ զգում, ասում են, «Փառք Տիրոջ, այսօր մեր մոտ շատ ժողովուրդ եկավ»։ Այո, իշքան մենք խոնարհվենք Տիրոջ հզոր ձեռքի տակ, Աստված այնքան կբարձրացնի։ Հալելույա Հիսուսին։ Փառք Տիրոջը ամեն բանի համար, որ Աստված այսօր գործում է մեր կյանքերի մեջ եւ ինքը տալիս է մեզի զորություն։ Ղուկաս ավետարան 18-ի 9 խոսքն եմ կարդում։ Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են եւ ուրիշներին արհամարում էին, այս առակը ասեց. երկու մարդ տաճար ելան աղոթելու, մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակող, անիրավ, շնացող եւ կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, 10-րդ եմ տալիս այն ամենից ինչ ունեմ, իսկ մաքսավորը հերու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում էր. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորից, ասում եմ ձեզ, որ մաքսավորը արտարացված իջավ իր տունը, որտեղ ամեն ով իրեն բարձրացնում է կխոնարհվի, իսկ ով ինքը իրեն խոնարհեցնում է կբարձրանա։ Մաքսավորը կուրծն էր ծեծում, ասում էր. ներիր ինձ մեղավորից։ Շատ անգամ մեր երեխաները որ կռվում են, ես սովորեցնում եմ, ասում ներողություն խնդրի իրանից, ասա ես մեղավոր եմ, ներիր ինձ։ Միջև ուզում եմ համոզեմ, որ ներողություն խնդրի, հասնում աստեղս։ Չեն էլ ուզում ներողություն խնդրի, այդ երեխեք ընդամենը 7-8 տարեկան երեխաները թորնիկներս չեն ուզում ներողություն խնդրել, որ երեխեն չի ուզում, մեծերը ո՞րց ուզեն։ Չենք ուզում խոնարհվել մեր կուրծքը ծեծենք, ասենք Տերը ներիր ինձ մեղավորից։ Ներիր ինձ մեղավորից։ Խոնարհվեմ Տիրոջ առաջ, որ Տերը բարձրացնի։ Հալելույա։ Ուզում ենք օրհնված լինենք։ Ամեն։ Ուզում ենք բժշկված լինենք։ Ուզում ենք լցված լինենք ասո կենդանի Սուրբ Հոգով, խոսքով Տիրոջ։ Մեզի պետք է որ մենք խոնարհվենք Տիրոջ հզոր ձեռքի տակ, որ Աստված ինչ անի, մեզի ժամանակին բարձրացնի։ Ամեն։ Փառք Տիրոջը, որ Տերը այսօր ողորմած է մեր հանդեպ եւ տեսնում ենք, որ Աստված այսօր խոնարհներին է շնորհ տալիս։ Փառք Տիրոջը, ամեն։ Այսօր ամուսնության մեծ խնդիր առաջացել է Հայաստանում։ Այդպես է։ Բոլոր տեղերում այդպես է։ Ասում ես այ ախպեր, քիչ ես ամուսնանում։ Այ ախպեր, ասում է նորմալ աղջիկ չկա։ Ոնց չկա նորմալ աղջիկ։ Այ ախպեր, ասում է սրա հետ շփվեցի, ուզում էի ախպեր տեսա էսի լրիվ ուրիշ է։ Այսինքն հեսօր խնդիրը առաջացել։ Այսինքն չեն խոնարհվում հզոր Տիրոջ հզոր ձեռքի տակ, որ Աստված իրանց կյանքերը փոխվի ու իրանք բժշկվեն։ Հալելույա Հիսուսին։ Թող Տերը օգնական հասնի, որ մենք մեր կյանքի մեջ որպեսզի ամեն ժամանակ Տիրոջը փառք բերենք եւ պատիվ բերենք։ Մենք տեսանք սատանայի անկումը։ Այսօր սատանեն արուսյակը
նույն թույնը ուզում է ներարկի ժողովրդի մեջ, որովհետեւ մարդը հպարտանա։ Երբ մարդը հպարտանում է, իրան բարձր է դասում այն մեկից։ Դրա համար այդ մարդու կյանքի մեջ չի գալիս օրհնություններ։ Մեր կյանքերում շատ անգամ մեր այս առավտների մեջ, մեր առօրյա կենցաղի մեջ մենք երբեմն ցույց ենք տալիս մենք ով ենք։ Շատ հավատացյալներից բողոքներ է գալիս, չէ՞։ Այս հավատացյալ չի, ես էլ սենց անեցա։ Շատ հավատացյալին գովում են, ասում են այ ախպերին հավատացյալ է, իսկական հավատացյալ է ինքը։ Այ ախպեր ոչ մի բան չասեց էլի։ Ինչ ասեցին, բայց ինքը ոչ մի բան չասեց։ Տեր ասում է վրեժախնդրությունը իմն է, ես պետք է հատուցեմ։ Այսինքն ձեր գործերը, ձեր խնդիրները տվեք Տիրոջ եւ Տերը պետք է հատուցի ձեզի ամեն ժամանակ։ Հալելույա Հիսուսին։ Փառք Տիրոջ այսօրվա համար, որ Տերը ողորմած է եւ Տերը գթած է։ Այո, մեր Աստված նախանձոտ Աստված է։ Տերը չի հանդուրժի, չի ներելու այն մեկին, որ այդ մեկը գնաց ուրիշ աստվածների ետևից։ Ու ասում համար կուրջ չինես ոչ միտեղ։ Ոչ միտեղ կուրջ չինես ոչ մի բանի նմանությամբ։ Ոչ մի եղբայր սիրելի Աստծո ժողովուրդ, ոչ մի եղբայր։ Չուզենա իր կինը 99% իրան սիրի, 1% ուրիշին սիրի։ Խանդը կառաջանա այդ մարդու մեջ։ Եվ սկսի պատերազմ կռի, մեր Աստված ուզում է 100% եւ ավելին մենք նվիրված լինենք իրեն, ամեն։ Անմնացորդ նվիրվենք իրեն։ Ամեն բանից վեր դասենք մեր Տիրոջը։ Ամեն գործերից, մեր ամեն ընտանիքից, երեխաներից առաջի տեղում պետք է լինի Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Երկրորդը մեր գործերը։ Երբ որ Դավիթ ասում է, Տիրոջը դրեցի իմ առջևս, որպեսզի չընկնեմ ես։ Տերը Տիրոջը դրեք ձեր առջև, որպեսզի չընկնեք դուք։ Երբ որ մենք Տիրոջը թողնում ենք երկրորդ պլան, թողնում ենք երկրորդ հարց, այն ժամանակ Տերը չի օրհնում մեր կյանքերը։ Փառք Հիսուսին, ամեն։ Թող Տերը օգնական հասնի, թող Տերը լեցնի մեր կյանքերը, որ մենք նպաստենք մեր երկրի, մեր տարածքների ապաշխարության համար։ Այսօր Աստված նայում է մեր սրտերին, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք մենակ պետք է չգանք նստենք ստես հետա եղբայրը կամ մնացած հովիվները, ծառավները քարոզեն, մենք լսենք, հլենք այդան։ Մենք բոլորս մի խումբ ենք մենք։ Մի ժողովուրդ ենք, որը պատերազմում ենք չար ուժերի դեմ։ Հալելույա։ Եվ մենք բոլորս միասին պետք է լինենք։ Նվիրված պետք է լինենք, միաբան պետք է լինենք։ Ծառայությունը չենք թողում մի քանիսի վրա, մենք բոլորս իր հետ պատերազմում ենք։ Փառք Տիրոջ, ամեն։ Թող Տերը օգնական հասնի։ Թող Տերը ողորմի եւ լցնի մեր կյանքերը իր բարությամբ եւ իր ողորմությամբ։ Զաքեոսը երբ որ լսեց Հիսուսի մասին, ասաց՝ «Պիտի տեսնեմ ով է այդ մարդը»։ Հիսուսին պիտի տեսնեմ։ Զաքեոսը վազեց, որպեսզի Քրիստոսին հանդիպի։ Զաքեոսը հարուստ մարդ էր, մաքսավոր էր ինքը ունևոր մարդ էր, իշխանավոր մեկն էր ինքը, բայց ինքը իր անձը խոնարհեցրեց։ Նա գնաց Քրիստոսի հետ հանդիպելու։ Ինքը կարճահասակ էր, չէր կարողանում Քրիստոսին տեսնել, բարձրացած ժանտա թզենու վրա, որպեսզի Հիսուսին տեսնի։ Երբ որ Հիսուսը նայեց, ասեց. «Զաքեոս, շուտ արա, հիջիցած, այսօր գալիս եմ քո տունդ հույր»։ Զաքեոս ուրախությամբ ընդունեց։ Ուրախությամբ ընդունեց Հիսուսին։ Այսինքն իր անձը խոնարհեցրեց եւ Տեր ասեց այսօր այս տանը փրկություն եղավ, որտեղ ինքն էլ Աբրահամի որդին է։ Հալելույա։ Այո, խոնարհությունը դա է, որ Աբրահամի նման հնազանդվում են Աստծուն։ Եվ իր միածին որդին Աբրահամը տարավ զոհաբերությամբ։ Դա է հնազանդություն եւ խոնարհությունը, որ խոնարհվավ։ Բայց շատերը այսօր չեն ուզում ինչ որ մի բան զոհաբերեն։ Իրանց ժամանակը չի ուզում զոհաբերի։ Բայց Աստված իր միածին որդին զոհաբերեց մեր համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, փառք Հիսուսին, թող Տերը օրհնի։ Այս կամն էր իմ սրտում, թե պետք կան համաներ, որ նշած, չգիտեմ, թող Տերը լցնի մեր կյանքերը իր բարությամբ, իր ողորմությամբ։ Նվիրված լինենք Հիսուսին, հավատացեք կգան օրեր, բայց օրերը կհիշես դե Տիրոջը փառք տաս։ Այսօր գիտեք դժոխքում հազարավոր միլիոնավոր մարդիկ Երանի են տալիս քեզ եւ ինձ, ասում են նայ այս մարդիկ Աստծո կենթանի խոսքն են լսում։ Լսում են եւ ապաշխարում են, որ ունենան հավիտենական կյանք։ Այսօր սատանեն թշնամին եկել է քո հետևից, քեզ ուզում է զրկի երկնքից, որտեղ նա այնտեղից անկե, որտեղ որ դու ես էտալու։ Նա անկել է Աստծո փառքից, երկնքի արքայությունից, նա տեսել է այնտեղ ինչ կա, դրա համար այսօր նա ամեն բան անում է, որպեսզի քեզի հետ պահի։
որտեղ ինքը սուտն է, ստի հայրն է, ինքը չարն է, չարիկն է ինքը։ Ինքը չի ուզում, որ դու ապաշխարես, ինքը չի ուզում դու խոնարհվես, ինքը ուզում է, որ դու միշտ հպարտ լինես, գոռոզ լինես, անբարտանալ լինես, որ չմտես երկինքի արքայություն։ Եվ ինքը ձևերը գիտի մարդուն ոնց խապի։ Բայց երբ մենք հավատարիմ ենք Տիրոջը, նա չի կարող մեզի խապի։ Հալելույա Հիսուսին։